Անձի ֆունկցիոնալության գնահատման կամ նախկին տերմիններով ասած հաշմանդամություն տրամադրելու կարգի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, բայց թե ինչպես օրենսդրությամբ սահմանված չէ։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով էլ առաջարկվում են մի շարք կարգավորումներ պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով։ Խոսքը անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումների և փոփոխությունների մասին է։ Փաթեթով առաջարկվում է, որ տեսչական մարմինը խախտում հայտնաբերելու դեպքում կարող է միջնորդագիր ներկայացնել համապատասխան մարմիններին վերանայելու անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը։ Գնահատման գործընթացում ներգրավված նաև ուղեգրող բուժաշխատողին զրկել հավաստագրից, եթե վերջինս ուղեգրման կարգի խախտում է թույլ տվել տարվա ընթացքում առնվազն 3 դեպքում։ Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ժողովրդական լեզվով բացատրեց. տարիներ շարունակ արձանագրվել են դեպքեր, որ փորձաքննության գնում են այնպիսի մարդիկ, որոնք չունեն ֆունկցիոնալության սահմանափակում։ Հիմա մենք ուզում ենք, որ եթե տեսչական մարմինը բացահայտի, որ մեր բուժաշխատողը, մեր հարգելի եւ սիրելի բուժաշխատողները այնուամենայնիվ կարգերը խախտելով անձին, որևէ անձի, ինչ որ բանի դիմաց կամ ոչ մի բանի դիմաց, պարզապես որոշելով, որ դե հիմա ինչ ա եղել, որ իրան էլ ուղարկեմ, թող ինքն է ստանա կարգ, որովհետև կարգով հետո ստանալու անվճար բուժօգնություն, ստանալու թոշակ, նպաստ, եթե ճիշտ եմ ասում բառը, որ մենք կանխարգել ենք դա։ Թորոսյանը շեշտում է արդարության կարևորությունը։ Պետությունը այո վերցրել է իր վրա պարտավորություն այդ մեր քաղաքացիներին աջակցելու տարբեր տեսակի ծառայություններ մատուցելով, բայց նաև պետությունը ուզում է, որ դա արդար լինի, որտեղ եթե ինչ-որ մեկին որ չի հասնում, բայց ինքը ունի այդ կարգը, մեկ ուրիշը կարող ասի ինչ ինքը ունի, ես չունեմ, ինձ էլ տվեք։ Եվ հակառակը մեր քաղաքացիներն ասում են ինձ հասնում է չեն տալիս։ Եթե իրականում կա հաշմանդամություն, բայց խումբ չի տրամադրվել, դա նույնպես կարող է դիտարկվել որպես խախտում ու լիցենզիայի հարց առաջ գա։ Ինչ տրամաբանությամբ ենք մարդուն որպես մասնագետ, իր տեսական ու պրակտիկ բուհն ավարտել է, փաստաթուղթը ստացել է, տեսական եւ պրակտիկ գիտելիքները լիազոր մարմնի կողմից ստացել է, անհատական լիցենզիան քննությունները ստացել է, հիմա մենք որևէ փաստաթղթաբանության շրջանառության խախտման պարագայում իրեն առաջարկում ենք զրկել այդ անհատական լիցենզիայից։ Արդյոք մի քիչ շատ բան չենք տալիս տեսչական մարմնին։ Նշվեց, որ բժշկին լիցենզիայից զրկելու հնարավորություն օրենքով սահմանված չէ, հետևաբար կամ պետք է այդ հնարավորությունն ավելացվի համապատասխան օրենքում, կամ էլ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված փաթեթում լիցենզիայից զրկելը փոխարինվի կասեցում բառով։ Անհրաժեշտ դրամշակումները կարվեն մինչև փաթեթի երկրորդ ընթերցումը։ Նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կառավարության հնգամյա ծրագրի 2024 թվականի կատարողականը։ Ընդգծել է, որ բժշկական ծառայությունների հասանելիությունն ու որակը շարունակաբար բարելավվում են։ Մանկական մահացության ցուցանիշը նվազել է, իսկ քաղցկեղի, սրտի և արյան շրջանառության հիվանդությունների վաղ հայտնաբերման ու բուժման ծրագրերը ընդլայնվել։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում ընտրվել է Հռիփսիմե Հունանյանը։ Աննա Զախարյան, լուրեր։